գիտենք մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետությունը ժամանելու ԵՄ պատվիրակությունը ձեր կարծիքով դա ինչ հետևանքներ կունենա մեզ համար, հաշվի առնելով, որ առջևում ընտրություններ են։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, միայն ԵՄ պատվիրակություն չի, ավելի մեծ ըստի ֆորումը տեղի ունենալու մեր վերաբերմունքը հետևյալն է, մենք նույնիսկ հրապարակային բազմաթիվ անգամ ասել ենք, որ ճիշտ ենք գտնում, որ այդ ֆորումը հետաձգվի, որովհետև այս իշխանությունը փորձելու է այդ ֆորումը ամբողջությամբ օգտագործի իր նախընտրական նպատակների համար եւ մենք դա ինչ որ տեղ դիտարկում ենք նաեւ շատ ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերին եւ առաջիկա ընտրությունների վրա ազդեցություն ունենալու իմաստով։ Ակնհայտ է, որ այդ խորհրդաժողովը նաեւ այդ օրերին պայմանավորված է դրանով եւ որոշները նաեւ այդ նպատակը ունեն։ Մենք բազմաթիվ անգամ խոսել ենք այդ մասին, առիթից օգտվելով մեկ անգամ եւս ասեմ, որ այս երկակի ստանդարտները Հայաստանում ժողովրդավարության, այն ինչ որ տեղի է ունենում պետական կառավարման համակարգի, խոսքի ազատության վերաբերյալ մեր համար անընդունելի է։ Իսկ մեր եվրոպական գործընկերները այս ամբողջ ընթացքում ամեն կերպ աշկ են փակել այս իշխանությունների բոլոր այն ապօրինությունների վրա տարիներ շարունակ, որ տեղի են ունեցել։ Արդյոք այս գագաթնաժողովում որևէ մեկ իր մեջ ուժ կգտնի այդ մասին խոսելու, բնականաբար ոչ։ Ընդհակառակը շատ հրապարակային հայտ արել են նաև իրենց աջակցության մասին եւ իսկ այս իշխանությունը նորից եմ կրկնում ամեն կերպ դա փորձելու է օգտագործել իր նպատակների համար։ Այսօր մամուլում նաև տեղեկություն գնաց, որ հրավեր են ուղարկել Թուրքիայի նախագահին Էրդողանին, ես չեմ բացառում նաև նրա մասնակցությունը, չնայած պաշտոնական հաստատում այդ իմաստով դեռ չկա։ Մի շարք մտահոգություններ ունենք դրա հետ կապված, հրապարակային դիրքորոշում հայտնել ենք, նաև պաշտոնական հայտնել ենք եւ դրա իրական նպատակը այն չի լինելու, ինչի մասին հայտարարել են, ու մենք ունենք մեր մտահոգություններ։